Շատ լավ, եկեք փորձենք նաև հասկանալ, թե այս իրավիճակում, երբ որ պատերազմը արդեն 1 ամիս է տևում է, ինչպիսի զարգացումներ են հնարավոր, դուք նշեցիք, որ Միացյալ Նահանգները փորձ է անում նախապատրաստական աշխատանք տանել կղզին գրավելու համար, բայց նաև Միացյալ Նահանգների ադմինիստրացիայում արևմտյան մամուլի հաղորդագրությունների համաձայն լրջորեն քննարկվում է ցամաքային գործողության հարցը եւ շատերի գնահատմամբ, փորձագիտական շրջանակի գնահատմամբ Թրամփը իրականում հիմա փորձում է մանևրել, իբրև թե բանակցություններ են տեղի ունենում եւ փորձում է ֆոն ստեղծել, բայց հետագայում նաեւ հարված հասցնել։ Եթե դիտարկում ենք կղզու գրավման սցենարը, դուք նշեցիք, որ դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ Միացյալ Նահանգների եւ նաեւ Թրամփի վարչակազմի վրա, այսինքն քաղաքական առումով շատ լուրջ հետևանքներ կարող են լինել։ Բայց այսպիսի մի հարց ըստ ձեզ, արդյոք Դոնալդ Թրամփը չի հաշվարկել այն, որ միգուցե պարսկական կողմը շատ լուրջ դիմադրության կարժանացնի Միացյալ Նահանգների ցամաքային ներխուժումը կղզի, եւ արդյոք Դոնալդ Թրամփը պատրաստված չէ դրան, այսինքն միգուցե կղզին գրավելը դա երկարաժամկետ ցամաքային գործողության շղթայի մի մասն է կազմում, սկիզբն է կազմում, այսինքն։ Բայց ես միշտ ասել եմ, ինչ ասել է ցամաքային գործողությունը։ Ցամաքային գործողությունը առնվազն մի քանի միլիոնանոց բանակ պետք է լինի։ Երեք տեղեկություն տարածվեց, որ Իրանում արդեն 1 միլիոնանոց մոբիլիզացիա կա։ Դե ես ասեցի, չէ, ուրեմն 720,000 Իրանի բանակն է, որ էսպայն զենքի է կոչված։ Այսինքն միշտ է, ոչ թե այս ռազմական գործողությունների արդյունքում 48 ժամում կարող են զենքի կոչել ոչ աշխարհազոր, այլ ծառայած եւ որոնք գիտեն ինչ պետք է անեն, ինչ ասել է պատերազմ 2 միլիոն, մեկ ամսում 9 միլիոն։ Լավ է 2 միլիոնը որ հանեցին, դրա դեմ 6-7-8 միլիոն պետք է բանակ լինի։ Էլ չեմ ասում օդուժի քանակը, ենթակառույցները, թիկունքային ապահովումը, այդ որ երկրներն են իրենց տարածքները տալու, որ այդ երկրներից գործողություններ անեն։ Չէ, դա մի օր խոսում է Արաբական Միացյալ Էմիրությունների։ Հա, բայց այդ զորքը որտեղից է, նախ այդ զորքը չկա։ Եկեք ասենք, Եվրոպան ՆԱՏՕ-ն ասես չկա, երեք էլ Տրամպը մատ է թափ տալիս։ Ասում էր, ես կհիշեմ, երկար կհիշեմ, մի տարի կհիշեմ, թե ՆԱՏՕ-ն ոնց ինձ գցեց։ Այսինքն զորքը չկա, արգելիս։ Եթե զորքը չկա այդ միլիոնանոց բանակի դեմ, ինչով է կռվելու։ Բայց մարդամեկի նման կենացներով չի կռվում հաղթում։ Միջուկային հարվածով։ Դա լրիվ արդեն ուրիշ հարթություն է, հա, միջուկային հարվածը դնում ենք, դա այլ սցենար է։ Խոսքս ցամաքային օպերացիայի մասին է, ցամաքային օպերացիա չի լինելու։ Այն լայնածավալ, որը որ մենք գիտենք։ Որտեղ մի քանի միլիոնանոց զորք։ Ես կարծում եմ Բայց փաստ է, որ ինչ-որ բանի նախապատրաստվում է։ Ես կարծում եմ ԱՄՆ-ի միակ այսպես արերևույթ գործում քայլը գիտեք որն է, գլխատել ցանկացած երևացող Իրանի ղեկավարի։ Միակը ուրիշը չունեն, համաձայն եք, որտեղ խնդիր են դնում եւ արդյունք ստանում են։ Չէ, դա էլ չի օգնում, բան չունեմ ասելու։ Հետևաբար հիմա ես կարծում եմ, որը պետք է լինի։ Ես կարծում եմ, որ հիմա, ասենք, առնվազն արտգործնախարար եւ օրենսդիր մարմնի ղեկավարը թիրախի ներքո են։ Աբբաս Արաքչիի մասին շատ էր խոսվում, որ թիրախի ներքո։ Եվ ես նոր ինձ այսպես կարելի ասել մեր համախոհներ, մասնագետները նոր ինձ տեղեկություն ուղարկեցին, որ Գալիբաֆի մասին է մյուսը, որը Պահապանների կորպուսում բարձրաշն զինվորական է եղել։ Հիմա է օրենսդիր մարմնի ղեկավար։ Հիմա ԱՄՆ խնդիր է դրել երկուսի սպանությունը։ Ինչու որտեվ երևացողը, կշիռ ունեցողը, որոշում կայացնողը իրենք են, այս երկուսն են։ Այսինքն Իրան ԱՄՆ ուրիշ բան չունի, բայց այստեղ գիտեք ոնց ժամանակը իր դեմ աշխատում, նորից եմ ասում, նավթի եւ գազի գների կտրուկ աճը, եթե երկրորդ նեղուցն էլ փակվեց
համաշխարհային տնտեսության կոլապս, եթե կղզին վերցրեցին անգամ մի քանի հազար զոհ, սա արդեն Միացյալ Նահանգների դեմ համաշխարհային հանրություն կոչվածը տարբեր հարյուրավոր, ասենք 100-150 պետություն կարող է ԱՄՆ-ի դեմ կանգնեն։ Ենթադրենք կղզին օկուպացրեցին։ Հետագա քայլերը, որը պետք է Իրանը այդ կղզին օդ է հանելու։ Եթե չկարողացավ այդ կղզին պահել, այդ զորքը գալու է ամերիկյան լծվի այդ կղզին, հետո այդ կղզին, ինչպես ասում են, մի հատ բարձանա ու իշնի։ Հենց դա մեծ պայթյուն կարող է նշում։ Բնականաբար իրանական կողմը ձեռքը ծալած չի նստելու։ Եվ եթե կղզու վրա դեսանտ է իջնում, լինում են մարտական գործողություններ, ամերիկյան կողմը գործներ է կրում, դուրս է շպրտվում, արդյոք դա իրենց չի ենթադրում, որ Թրամփը հաջորդիվ էլ ավելի մեծ էսկալացիայի գնացող քայլեր իրականացնի։ Չէ, բան չկա, տակը բան չի մնացել։ Գնա Կուբան վերցնի։ Ասի ես տեղ հաղթել եմ, իրանական քաղաքակրթությունը հնում լավ քաղաքակրթություն էր, բայց այս ժողովրդի քանի որ տերորիստ են, բան չեն հասկանում։ Իրանք չեն հասկանում, իրանք պարտվել են, հասկանում եք դուք։ Մենք հաղթել ենք, իրանք պարտվել են, ժողովուրդ, հավատացեք ինձ։ Բայց դա չի ազդի։ Ում վրա։ Իր ներքին լսարանի։ Դե հիմա մինչ իր հիմնական խոսքը է ստախոսության, ներքին լսարաններ չէ։ Միանշանակ։ Դե հիմա ներքին լսարանի վրա գիտեք ինչն է ազդելու, այդ մի քանի հազար ծովային հետևակի զինծառայողների զոհվելու, վիրավորվելու հանգամանքը։ Այսինքն դա չեն կարող կեղծեն, այդպես թաքցնեն, էլի։ Միանշանակ եւ որպեսի փորձի արդարացնել իր գործողությունները, արդյոք հենց դա եմ նշում, արդյոք նա չպետք է շարունակի էլ ավելի մեծ էսկալացիայով։ Էլ ինչ անի, լավ, էլ ուրիշ մեծ էսկալացիան որն է։ Դա արդեն քննարկելու հարց է։ 10-20 հազար ծովային հետևակ տանի զոհաբերի։ Դա արդեն քննարկելու հարց է։ Ես կարծում եմ, այստեղ ինքը ցուկցվանգի մեջ է, ինչ քայլ արեց իր դեմ աշխատելու։ Վստահաբար եմ ասում, ես ուրիշ տարբերակ չեմ գտնում։ Կամ չբացառելով, որ Իսրայելի կողմից միջուկային մարտագլխիկով հրթիռներ հարված են Իրանին։ Այս դա չեմ բացառում։ Ինչպիսի պատասխան կլինի։ Իրանը ունի պատասխան, հարվածում է անապատին գտնվող հայտնի միջուկային ռեակտորին, ոչ հեռավորության վրա ուղիղ թիրախով, 1, 2 մեծ քիմիական գործարան կա Իսրայելի տարածքում, 2 էլեկտրակայան եւ միջուկային զենքի պաուսներին։ Այսինքն Իրանը որոշակի առումով վնասվում է, ասենք Թեհրանին են հարվածում, լավ, մի 2 միլիոն մարդ առավելագույն զոհվում է։ Ինչ որ տարածք, ինչ որ ժամանակ անմարդաբնակ, բայց Իսրայել պետություն այլևս չի լինի։ Իր 10 միլիոն բնակչությամբ ու թեման փակվում է։